Սյունիքի մարզի Կապան համայնքի ներքին բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներ շատ խորհրդանշական է, որ մենք արդեն ներքին հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում ներքին հանդում տանիքները նորոգեցինք, եթե հիշողությունս չի դավաճանում, նաև ջրի հետ կապված մի նախագիծ ենք արել, խմելու ջրի հետ, բայց վստահ չեմ, այ կարող է հիշում եք դուք արել ենք, մարզպետը Պարոն վարչապետ, նախագիծ ունենք անելու հետ կապված, իսկ այս խաղահրապարակը 20-40 չափի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտին է վերաբերվում։ Այդ նշանակում է երեխաներ են ապրում նաև ներքին հանդում, Սա այցի ժամանակ տված խոստում է եւ երեխաներին խոստացել ենք, մի քիչ աշխատանքները ձգձգվեցին, համայնքը հարմար տեղ հողատարածք չէր կարողանում առաջարկել, հենց առաջարկեց, հիմա պայմանագիրը կնքված է այս տարի։ Այս շատ կարևոր որ այցի ժամանակ էր այս խոստումը։ Սա հանրապետության նախագահի հետ այցի ժամանակ ա եղել։ Հանրապետության նախագահի դա եղել է անցյալ տարի, այս տարվա սկզբին կամ անցյալ տարվա վերջին, ճիշտ է։ Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ա եղել։ Այդ շատ կարևոր է, որ ներքին հանդի ժողովուրդը ասել են, խնդրում ենք մեզ համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն, որ ասում ենք խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է, որովհետև հո չեն ասին թակառակը, այդ նշանակում է ներքին հանդի ծնողները պատրաստ են երեխեքին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չէ, չունեն, չէ, մտավախություն։ Պարզա, որ սահմանազատում արված չի այնտեղ եւ այլն, պարզա, որ հարցեր կան եւ այդ նշանակում է, որ մարդիկ արդեն նաև արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը արդեն տեղափոխվել է այլ դաշտ, որն է այդ դաշտը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում վավերացված, այսինքն պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է եւ սա շատ խորհրդանշական է, այսինքն ես չեմ հիշում, որ մենք ներքին հանդ անունը հնչեցրած լինենք եւ խաղահրապարակ եւ այլն, իհարկե տանիքներից սկսեց եւ ջրի հետ կապված խնդիրը կամ ընթացքի մեջ է կամ արել ավարտել ենք, բայց կարծում եմ շատ խորհրդանշական է։ Եվ Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրի 1.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ եւ աշխատանքները ընթացքի մեջ են։ Սրանք էին մի զեկուցվող եւ մի չզեկուցվող հարցի շրջանակում ֆինանսավորվող ծրագրերը։